Ես էլ այդ զինվորական շենքի ներսնգած մասը այսպես պահպանել եմ։ Հեսա մի հատ հեռվից կնկարեմ եմ դիմացի մայթից։ Ընդ որում այդ վայենի կալոնեքը վերևն էլ կա։ Այս մետաղագույն ինչ-որ անկապ բան է։ Հեսա ստեղ էլ է տես մետաղագույն։ Իսկ ես էլ այդ մեջի պահպանածն է։ Այս աղջիկը որ գնացինք եկավ։ Ստեղ նայեք այդ ռիթմը էլի պահպանել են։ Այս մի մասը ցածր է, սարքած, երկու հատ է բարձր է, այս մեկն ու էլ հետ չբերեմ կամերան հասկացեք։ Ու այս սաղ պատմությունը կոչվում է Բուլվար Պլազա։ Ստեղ էլի ներքևը ռեստորան, կաֆե։ Ու արդեն համարը հասնում ենք Մաշտոց։ Այս մյուսը, այս ցածրը Չարենցի տուն թանգարանն է։ Պետք է ասեմ, ոնց որ աչքի առաջ խելքի է գալի այս ռայոնը։ Անես կեղտ ու բաներ այս մասը, որ ավսոս են վաղտ Երևան everyday չկար, հետ գնայինք նայենք։ Հələ բուլվարը պատրաստ չի, բայց քաղաքին ցիվիլին մոտենում է տեսքը։ Այս շենքի այս մասն էլ է, տենում եք, ինչ-որ հնության նման մի բան պահպանել են, ու հետաքրքիր է այնտեղ ցուցանակ կա, մի րոպե մոտենանք։ Որ այս տանը, մի րոպե, 44 թվից 2002 թիվ, կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանն է ապրել։ Այսինքն, սա ընդունում ենք, որ այդ տունն է, որտեղ ինքը ապրել է։ Քանդել են, նորից հավաքել են տունը։ Այս բարձրահարկի տակ։ Էսա։ Ու ընդեղ արդեն պրոսպեկտն է սկսվում, բայց այս բարձրահարկ շենքերը պրոսպեկտից հետո էլի Բյուզանդի վրայի շենքերն են։ Ես էլ կինոռեժիսոր եմ, ինձ թվում է հասկացանք իրար։ Ինչ-որ ժողովուրդը մի տեսակ շատացավ ես, որտեղից են գալի չեմ հասկանում ճիշտն ասած։ Այն վարդագույն ներքևը որ կա այդ շենքը, այդ է, Քոչարա շենքը։ Կարող է միտքը վատ չէր բաշե, չէ՞։ Շենքին կառուցողի անուն։ Դե երևի Պարսկաստանում այդ տրադիցիան կա մեր մոտ սովետ էր սախպետությունն էր սարքում։ Շենքերը անունները ոնց է, կաուչուկի շենք, 447-ի շենք։ Ես էլ բարձացա այդ վայենի շենքի 5-րդ հարկը։ Այդ տենում եք, եթե պարսիկ սարկած լներ, անուն գրած կլներ շենքի վրա, էլ ինձանից անուններ չէի մոգոնի։ Սենց տեսարանը։ Են պոստն անդեղ, Հարամի փողոցը։ Բուլվարն էլ խելքի գա, ընտիկ փողոց է դառնում, չէ, լենչ լավ լենա, դուրեկան։ Լավ է։ Են Սվերլովի շարունակությունն է, այնտեղ պրոսպեկտն է, այդ մեքենա էլ չի անցնում դարձիպես պրոսպեկտով։ Մի խոսքով սենց։ Հազիվ անգել եմ ես 5-րդ հարկն եկել և կնգլեմ։
Խաչեցվել եմ իրար, չգիտեմ ինչ նկարեմ։ Լավ թարգենք, ես էլ փոստը ու պրծնենք դրանով։ Ես են եկեղեցին է հիշու եկեմ։ Պրոշան փողոցից էր մի անգամ գնացի, են էլ թաղում էր չկարացա նկարեմ։ Ես մեկը մնացել է, ագենստվայի շենքներ ես, սովետից է մնացել։ Սաղ բուլվարի տեսքը փչացնելու է, հետաքրքիր է մի բան կանեն այդ շենքին վերաբերում ցույց կտան։ Են էլ են հրապարակի զաժիգալկա շենքն է երևում։ Ես էլ մյուս բալկոն դուրս եկա, ես եմ փողոցն էր, որ ասի Պուշկին ա գնում։ Ոնց էր ես փողոցի անունը, կհիշեմ կասեմ հետո։ Ես այդ Քոչարաշենն ա, ես էլ այդ բուլվարը։ Իջա ներքև, ես Քոչարյանի սարկած տուն, հա։ Մենք է սովորեցինք։ Դեր ինչ-որ մանկական խանութ է, տոնիկ։ Ու մենք ես փողոցով գնանք։ Ընթացքում անունը իհարկե կհիշեմ, գիտեի է։ Մի հատ համոզվենք, որ Երևանում ենք։ Սենց ստուդիա է։ Ստեղ սենց տեսարան է, որը հաճախ ենք տենում արդեն Երևանում, նոր կառուցած ու հին փլատակներ։ Այս ձևի։ Այս փողոցը առաջ Ղուկասյան էր, է։ Փարփեցի, հիշեցի։ Բազար Փարփեցի։ Զարմանալի է, բայց հələ մարդ կա, որ ստեղ ապրում է։ Այք ստեղ լույս է վառվում։ Ես էլ զուգարանն է։ Ես էլ մի հատ էլ beauty salon գեղեցկության սրահ։ Ես էլ են շենքն է, որ ասեցի այդ հաստատ գիտեմ, որ պարսիկ է սարքը։ Ու նայեք ինչն է հետաքրքիր։ Այդ շենքն էլ անուն ունի, բայց կոնդիցիոները կպցրել են, անունը փակել են։ Նիկա House, հա, երևի պետք է ենթադրել։ Կոնդիցիոներ չկպցնեին, ոչ մի պետք չէր ենթադրել։ Կկարդայինք։ Մենք էլ են կողմից եկանք։ Նայեք, ստեղ էլ է տենց ցածրահարկ շենքա գեղեցիկ։ Այնով էր գել է, որ Երևանին 3-4 հարգանի շենքեր է սազում։ Դե ոնց կարաս դրա հետ չհամաձայնվես։ Իմիջիալս այս տունը վաճառում է, որ փող ունենայի, ստեղ կապրեի հաճույքով։ Տեսեք ինչ հանգիստ փողոց է։ Ինչ-որ մի հատ ճարտարապետ էր այդ մեծերից, ով էր չեմ հիշում, կարող է Կորբյուզեն, կարող է, չգիտեմ, չեմ հիշում։ Գիտեք ինչ էր ասում է շենքի բարձրությունը պետք է այնքան լինի, որ մայրը հանգիստ պատոհանից երեխային կանչի բակից։ Դե երբ որ ասել է երևի բջիջային հեռախոս չի եղել այդ վաղտ, բայց միտքը լավ է արտահայտ է ինձ թվում է շատ։ Ստեղ էլ սես տեսարանա բացվում։ Այս փողոցը գիտեք Եկմալյան է կոչվում։ Ես էլ այդ երկրորդ պարսիկի սարքած շենքը։ Նա Փարփեցին տեսեք ուր է հասնում։ Այնտեղ Թումանյան փողոցն է արդեն։ Իսկ այս մոտիկ Խաչմերուկը Պուշկինն է։ Գնացինք։ Մի հատ էլ հետ ցույց տամ, որ գնահատեք։
Տեղել ինչ-որ Իրան Խոդրո գրուպ։ Այս ձին որ կա գլուխը, ինչ-որ մեքենաներ են իրանական ստեղ։ Մեկ հանդիպել եմ։ Են էլ ավտոյի ուպրավլենիի շենքն է։ Էնա կոմպոզիտորների տունը այնտեղ մնաց։ Եկանք Պուշկին, մի րոպե ժամը նայեմ ու հրաժեշտ տանք։ 7-ին 15 ապակաս։ Այս Պուշկինը դեպի Մաշտոց, այնտեղ միտեղ Ալխասի ակումբն է։ Այս Փարփեցին է, Ավետիք Իսահակյանը, Էսա Փարփեցին։ Ենքոմ արդեն ցույց տվեցի, չէ՞, կոմպոզիտորները տունը մի հատ այս կողմ Փարփեցին դեպի Արամի փողոց։ Լավ մնաք։ Ստեսին ձեզ։